Փաշինյանը 17 միլիոն դոլարով գերշքեղ առանձնատուն է գնել Կանադայում։ Աննա Հակոբյանը միլիոնավոր դոլարներ է յուրացրել քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության հիմնադրամից։ Ալեն Սիմոնյանը մանկապղծությամբ զբաղվող պաշտոնյաների պարագլուխն է։ Ֆրանսիայի միջուկային թափոնները տեղափոխվելու եւ պահվելու են Հայաստանում։ Այս բոլոր սկանդալային լուրերը զուրկ են փաստերից, արժանահավատ եւ թափանցիկ աղբյուրներից, սակայն սրանք ավելին են, քան սովորական կեղծ լուրեր։ Տարբեր ժամանակներում եւ կայքերում հրապարակված այս լուրերը ունեն ստեղծման եւ տարածման միևնույն ձեռագիրը։ Բոլորի դեպքում օգտագործվել է դոպելգենգեր կոչվող տեխնոլոգիան։ Եզրույթը թարգմանաբար նշանակում է մարդու նմանակ, սակայն տեղեկատվական միջավայրում այն ունի կեղծ կամ նմանակ կայքի նշանակություն։ Ահա թե ինչպես է աշխատում այս տեխնոլոգիան։ Ստեղծվում է կայք, որը նմանակում է իրական լրատվամիջոցին։ Կայքի դոմեյնը շատ մոտ է եւ նման իրական լրատվամիջոցի դոմեյնին։ Օրինակ բոլորիս հայտնի BBC.com-ի փոխարեն BBC.News.com կամ դարձյալ բոլորիս հայտնի France 24-ի փոխարեն Courier France 24 եւ այլն։ Նմանակ կայքում օգտագործվում է իրական լրատվամիջոցի նույն կամ շատ նման լոգոն, կայքի գույները, ձևը, անգամ լրագրողների ստորագրությունը։ Այս կայքերը թվում են իրական, սակայն տարածում են ապատեղեկատվություն, որին արդեն շփոթված եւ մոլորեցված ընթերցողները շատ ավելի հեշտ կհավատան։ Իդեպ այս տեսանյութը նկարահանելու պահին մեր տեսադաշտում հայտնված այդպիսի կայքերից երկուսը արդեն հասանելի չէին։ FIPM-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տեխնոլոգիան ակտիվորեն օգտագործել են ռուսական քարոզչական շրջանակները, հիմնականում արևմտյան երկրներում եւ կարևոր քաղաքական իրադարձությունների ընթացքում։ Օրինակ, մենք բացահայտել էինք, որ հայ պաշտոնյաների մասին սկանդալային լուրեր տարածող կայքերից մեկը կապ ունի ռուսական մասնավոր ռազմական Վագներ ընկերության հետ։